5-րդ հանրապետության ամենավատ օրը պատերազմ Փարիզում եւ վերջապես մենք աղոթում ենք Փարիզի համար։ Սրանք վերնագրեր էին, հեշթեգեր, կարգախոսներ ու կոչեր, որոնցով արդեն 2 օր ողողված են աշխարհն ու համացանցը։ Այնինչ եղավ Փարիզում, ավելի ուշ կասի Բաշար Ալ-Ասադը, ամեն օր տեղի ունենում Սիրիայում։ Խոսքը իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հարձակումների մասն է, ու պատահական չէ, որ ԻՊՀ հարձակվեց Սիրիայում եւ Իրաքում կոալիցիոն ուժերի կազմում ավիահարվածներ հասցնող Ֆրանսիայի վրա։ Ու թիրախը հենց Ֆրանսիան էր, որտեղ արաբական համայնքը խոր արմատներ ունի, հետեւաբար դժվար չէ հավաքագրել մահապարտներին։ Ինչու Ֆրանսիան եւ ոչ թե Գերմանիան, այս հարցին կպատասխանեն փորձագետները ավելի ուշ, երբ շոկն անցնի, բայց ակնհայտ է, որ պատճառներից մեկը կարող է լինել գետոյական համայնքների ձևավորումը, որտեղ նույնիսկ ոստիկանները զգուշանում են մտնել, ուր մնաց խուզարկություն անցկացնեն կամ ստուգեն։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ԻՊՀ, որ թվում էր միայն մերձավոր արևելքի գլխացավանքն է, դարձել է համաշխարհային չարիք եւ քաղաքակրթական վտանգ։ Արդեն անիմաստ է դարձել ԻՊՀ-ի հետ բանակցելու թեզը, որ երկար ժամանակ փորձում էր առաջ տանել Թուրքիան։ Սա իսկապես մարտահրավեր է, որին ֆրանսիական հասարակությունը դիմակայեց առաջին հերթին մարդկային ամենաբարձր որակների դրսևորումով, ապաստան տալով անօթևաններին, հերթ կանգնելով արյուն հանձնելու համար, չխանգարելով իրավապահներին։ Ֆրանսիան երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ փակեց իր սահմանները ու հանրային գիտակցությունը կանգնեց պետության կողքին, օգնելով, չխանգարելով, համախմբվելով։ Ֆրանսիային աջակցություն հայտնեց աշխարհը, Ֆրանսիայի կողքին է նաև Հայաստանը։ Խաղաղ Փարիզի դեմ իսլամիստական պատերազմի մասին Զորա Փարոյանը։ Սա 1500 տեղանոց Բաթլյան թատրոնի ետնաբակն է։ Ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին, հատուկ ջոկատայինները փորձում են պատուհանից ներս մտնել։ Մինչև հատուկ ջոկատայինները կհասցնեն չեզոքացնել ահաբեկիչներին, նրանք ներսում սկսել են առանձնակի դաժանությամբ մեկ առ մեկ սպանել պատաններին։ Առաջին կրակոցից մոտ կես ժամ անց հատուկ ջոկատայինները կարողացան չեզոքացնել ահաբեկիչներին։ Քիչ անց դուրս բերվեցին առաջին վիրավորները։ Բաթլյան թատրոնի ահաբեկչությունից հետո աշխարհում պակասեց ավելի քան 100 ռոքի երկրպագու։ Մենք լսեցինք պայթյուններ ու կրակոցներ, շատերս խուճապի մատնվեցինք։ Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Ահաբեկիչների երկրորդ թիրախը Փարիզի Stade de France մարզադաշտն էր, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը։ Մարզադաշտի մոտ պայթեց 3 ռումբ։ Կազմակերպիչները խաղը դիտավորյալ չընդհատեցին, որպեսզի խուճապ չառաջանա, բայց հանդիպմանը ներկա գտնվող Ֆրանսիայի նախագահին անմիջապես տարհանեցին։ Հանդիպումից հետո հանդիսատեսը լցվեց խաղադաշտ, որից հետո նրանց տարհանեցին։ Ստադիոնից հեռանալիս նրանց շուրթերին Ֆրանսիայի ազգային հիմներ։ Բայց սա ամենը չէր։ Ահաբեկիչները միաժամանակ կրակ էին բացել քաղաքի տարբեր հատվածներում։ Ականատես փրկվածներից ամեն մեկն հաջողության իր պատմությունն ունի։ Սիլվեստրի հաջողության թալիսմանն այսուհետ կդառնա իր հեռախոսը։ Ռումբի բեկորներից մեկը դիպավ բաճկոնից գրպանում դրված իմ հեռախոսին։ Ես միայն թեթև վնասվածք եմ ստացել, սմարթֆոնը փրկեց իմ կյանքը։ Միջազգային լրատվամիջոցները սկզբում հայտարարեցին, որ ահաբեկչությունների հետևանքով զոհերի քանակը 150 է, բայց Ֆրանսիայի դատախազությունը հայտարարություն տարածեց, ըստ որի զոհերը 128-ն են, ծայրահեղ ծանր վիճակում է 99 մարդ, վիրավոր է 200-ը։ Ահաբեկչության ընթացքում ոստիկանությունը ոչնչացրեց 8 ահաբեկչի, որոնցից 5-ը մահապարտներ էին, 3-ին ոստիկանները գնդակահարեցին եւ 1-ին ձերբակալեցին։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրած այսպես կոչված իսլամական պետությունը հրապարակեց տեսանյութ, որտեղ սպառնում են շարունակել ահաբեկչությունները։ Laissez-les ne pas dormir. Laissez-les dans le stress. Ֆրանսուଆ Հոլանդը հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին։ Երկրի սահմանները փակվել են, բաց է միայն օդակայանը։ Մենք սահմանում ենք արտակարգ դրություն երկրի ամբողջ տարածքում, նաև փակում ենք սահմանները անվտանգության նկատառումով։ Ահաբեկչությունները կազմակերպել են արտասահմանից, իրականացրել են Ֆրանսիայում գտնվող ահաբեկիչների օգնությամբ։ Իշխանությունը Փարիզի բնակիչներին խորհուրդ տվեց մնալ տներում, քանի դեռ ընթանում է հակաահաբեկչական գործողություն։ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներն ամայացել են։ Տուժածների մեջ հայի անուն չկա։ Փարիզի 200 հազարանոց հայկական համայնքը կենտրոնացած չէ մեկ թաղամասում, սփռված է քաղաքի բոլոր շրջաններում։ Գերման վնասված հայերը լալ այս տուժածներու մեջ, բայց դակավին ներքին նախարարությունը անունները
հրադարագեց։ Աբեկիչների կրակոցներին սկզբում ուշադրություն չեն դարձրել, չեն հասկացել ինչ է կատարվում, բայց անորոշությունը շատ արագ է անցել։ Ռեստորանում նստած էինք եւ ժամի 11-ի մոտերքը մինչեւ 2 տղա մտան ռեստորան, ասեցին Բաստիլիայում կրակում են։ Ռեստորանը 11-րդ շրջանում էր։ Աբեկիչների ամենադրամատիկ գործողությունները հենց այդ շրջանում էին՝ Բատակլան թատրոնում։ Իմ թաղամասից հեռու չի Բատակլանը։ Այսինքն այդ թատրոնը 10-րդում 11-ում է, բայց 11-ն ու 10-ը իրար կպած են։ Դե սաղսափա հարել եւ ոնց պետք է լինենք։ Մի հերավոր բայթում լսեցի, բայց չհասկացա ինչ է։ Զգացի, որ ինչ որ մի բան կա, երբ որ ուզեցի ավտոբուս վերցնել եւ տուն գնալ։ Եկել տեսա չի գալիս, ոչ այդ տրաֆիկը մի տեսակ իրար խառնվեց։ Կատարվածը դատապարտեցին միջազգային կառույցներն ու տերությունների ղեկավարները։ Ռոմի Պապը սա որակեց համաշխարհային պատերազմի մի մաս։ Առաջնորդները նաև հայտարարեցին, որ սա իր մասշտաբով նոր սեպտեմբերի 11 է։ Բարակ Օբաման աբեկչությունը որակեց համամարտկային։ Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն, որ Ֆրանսիայի կառավարությանը եւ ժողովրդին անհրաժեշտ կլինի արձագանքելու համար։ Մենք ուզում ենք շատ պարզ ասել, որ մենք կանգնած ենք նրանց կողքին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում։ Աբեկչությունը դատապարտելու համաշխարհային ալիքի մաս դարձավ Ֆրանսիայի բարեկամ Հայաստանը։ 100-ամյա պատահականությամբ Հայաստանը նշում էր Մուսա լեռան հերոսամարտը, երբ ֆրանսիացիները հայերի կողքին էին։ Հենց այդ միջոցառման ընթացքում նախագահը հայտարարեց, որ միշտ Ֆրանսիայի կողքին է Հայաստանը։ Բոլորս խորապես ցնցված ենք։ Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի ու զազրելի գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային ամեղ կյանքեր խլեցին։ Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում այսօրինակ ամմարտկային բնույթի բռնությունների աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Վստահ եմ, որ քաղաքակիրթ հանրության յուրաքանչյուր անդամ պարտավոր է միանալ բոլորիս պատուհասած այս չարիքի դեմ պայքարին։ Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը գերիշխեն։ Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել եւ արմատախիլ անել այն գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դեպքերի պատճառ են հանդիսանում։ Այս դժվար պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է եւ պատրաստ է ամենայն աջակցության։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Սերժ Սարգսյանի ուղերձից հուզվեց։ Մենք լսեցինք Հայաստանի նախագահի դատապարտող ելույթը եւ շատ շնորհակալ ենք Սերժ Սարգսյանից։ Ֆրանսիայի համար շատ կարեւոր է այս ծանր պահին այդպիսի խոսքեր լսել գործընկեր երկրի ղեկավարից։ Շաբաթ առավոտից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հայաստանի քաղաքացիները ծաղիկներ ու մոմեր էին դնում ի հիշատակ ահաբեկության զոհերի։ Հետո սկսեցին ծաղիկներ ու մոմեր տանել նաև Ֆրանսիայի հրապարակ։ Երեկոյան տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին մասնակցեց Սերժ Սարգսյանը։ Զորապ Հավրյան, Շակե Ղազարյան, Լիլիթ Ասլանյան, Բանաձև։